Այսօր զրուցում ենք ԲՀԿ պատգամավորի տեխնացու քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Սուրենյանց, դուք այստեղ եք եկել ԿՀ շենքի մոտ բողոքի ակցիայից անմիջապես հետո, ինչու եք գնացել, ինչ եք պահանջում եւ ումից եք պահանջում։ Տեսեք, այդ ընտրական ամենամեծ ինտրիգը դարձավ կամ ամենամեծ ինտրիգներից մեկը ԲՀԿ-ի անցողիկ շեմա հաղթարել, չհաղթարելու խնդիրը, ինչքան էլ տարօրինակ է։ Հիմա բացատրեմ ինչի է տարօրինակ, որովհետև մեր նախընտրական շտաբը դերևս 7-ի լույս 8-ի գիշերը առավոտյան մոտավորապես 5-ի սահմաններում, երբ որ բոլոր տեղամասերից ստացանք մեր վստահված անձանց միջոցով կնքված արձանագրությունները, շատ պրիմիտիվ թվաբանական հաշվարկով պարզեցինք, որ անցողիկության շեմը հաղթահարել ենք։ Իհարկե դա մեզ շատ մեծ խանդավառություն չպատճառեց, որովհետև հասկանալի պատճառներով գլոբալ պատկերը ամենևին էլ մեր ակնկալիքներին մոտ չէր, այնուամենայնիվ մենք այդ թեման համարում ենք լուծված։ Մինչև առավոտյան հնչեց ԿՀ-ի հայտնի հաղորդագրությունը, որտեղ մեզ գրել են 3.999 մի քանի հազար երրորդական վերջացող 6-ով թիվ եւ եզրակացրել էին, որ մենք չենք հաղթահարել անցողիկության շեմը։ Դրանից հետո շատ արագ մենք հիմնավոր փաստաթղթերով ներկայացրեցինք ԿՀ, իրենք ընդունեցին, որ տեխնիկական սխալ ա եղել, վերականգնվեց մեր թվերը մի բան էլ ավելի եւ էլի այդ խնդիրը կարծես թե օրակարգից դուրս եկավ։ Հիմա նախորդ ուշ երեկոյան հայտարարություն երկու տեղամաս անվավեր ճանաչեցին, որտեղ միջինից ավելի քվեներ ուներ ստացած ԲՀԿ-ն, իհարկե այնտեղ զինվորականների մասնակցության հետ խնդիր կար, բայց մենք ինչ ենք պահանջում, մենք ես եկել եմ ԿՀ-ի մոտի ցույցից։ Իհարկե ԿՀ-ն կարող է որևէ տեղամասում խախտումներ հայտնաբերելու դեպքում անվավեր ճանաչել, բայց մենք ինչ ենք պահանջում, ասում ենք կա ընտրական օրենսգրքի 101 հոդված, որը սահմանում է, որ եթե ինչ-որ տեղամասի ընտրություն կամ տեղամասերի ընտրություն անվավեր ճանաչելը բերում է ընտրությունների ընդհանուր պատկերի խաթարման, այդ դեպքում այդ տեղամասերում նշանակվում են վերաքվեարկություն։ Հիմա մենք ասում ենք, այդ ո՞նց է անվավեր ճանաչել առանց այդ վերաքվեարկության որոշման կայացման եւ մեր պահանջը մնում է ուժի մեջ, որովհետեւ մենք առաջին հերթին նախանձախնդիր պիտի լինենք մեր ընտրողների շահերի պաշտպանության հարցում եւ բացի այդ մենք քաղաքական միտում ենք այստեղ տեսնում։ Տեսեք, եթե բանակի զինվորների քվեարկության հետ է կապված խախտումները, ինչի պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չի կատարել եւ զորամասերի զինվորներին այն պահին է անել, որ դա ավտոմատ բերի խախտման, չէ՞ որ բացի պետությունից ոչ մեկ այդ ֆունկցիան չի կարող կատարել զինվորականների, զինծառայողների քվեարկության կարգը, ժամը, տեղը եւ այլն։ Դա այսինքն ոչ ընդդիմությունը կարող է որոշել, ոչ զինվորները իրենք ինքնուրույն կարող են որոշել։ Պարոն Սուրենյանց, հետաքրքիր բան է ստացվում։ Փաստորեն, երբ լրագրողները հայտնաբերեցին եւ ահազանգեցին զինվորների քվեարկության փաստը ժամը 8-ից հետո, ԿՀ նախագահը հայտարարեց, որ ամեն ինչ օրինաչափ է, քանի որ զինվորները եղել են շենքի ներսում, ոչ թե դռներից դուրս։ Դռները փակվել են այն ժամանակ, երբ զինվորները ներսում են եղել, եւ ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Իսկ մի քանի օր անց, փաստորեն նախորդին, ԿՀ-ն այդ ընտրատեղամասի քվեները ճանաչում է անվավեր։ Նախ իրավաչափ լինել չէր կարող։ Իրավաչափ չէ։ Հիմա տեսեք, իշխանության կողմից ճնշման միտում չեք տեսնում այս ամբողջ գործընթացի մեջ։ Տեսեք, նախ այդքան զինվոր միաժամանակ չեն կարող արդեն տեղամասից ներս գտնվել, մեկ, երկրորդը ինչու է պետությունը, իշխանությունը ժամանակային առումով այդքան ոչ պատշաճ X պահի զինվորներին տարել քվեարկության, շատ լավ կանխատեսելով, որ առաջանալու են խնդիրներ, որոնք օրինականության հետ խնդիրներ են հարուցել։ Կարող է միտումնավոր են տարել։ Կա տեսակետի դեպք, որ միտումնավոր են կազմակերպել, որ հետո անվավեր ճանաչել են եղել, որ հետո կարողանան անվավեր ճանաչել։ Երրորդը, ակնհայտորեն այս երկու տեղամասերում անվավեր ճանաչելու որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև մենք գիտենք, որ ԿՊ-ն իր համար կենսական խնդիր է լուծում։ Ինչու են իրանք թիրախավորվել ԲՀԿ-ի վրա։ Հիմա հարց կարող է առաջանալ։ Արդյոք
քանի որ իրենք մեծամասնություն են, իրենց համար այդքան սարսափելի է 4%-անոց քաղաքական ուժի գտնվելը խորհրդարանում։ Եթե ստանդարտ իրավիճակ լիներ, իհարկե սարսափելի չէր լինի, բայց քանի որ ԲՀԿ-ի խորհրդանում հայտնվելու պարագայում ԿՊ-ն զրկվում է 3/5 ունենալու հնարավորությունից 60%, հերոստատիտողին փոփոխություն իրականացնելու հնարավորությունից։ Սահմանադրական օրենք նույնիսկ չեն կարող ընդունել, նույնիսկ սահմանադրական պաշտոններում նշանակումներ չեն կարող անել միայն իրենց ֆրակցիայի ուժերով։ Այսինքն մի բանա խորհրդարան առանց ԲՀԿ-ի, դա գրեթե միահեծան իշխանության մոդել է, նրան ինչ-որ ձգտում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ միանգամայն այլ բան է խորհրդարանը։ Այն ինչ որ այսինքն նախ մինչև այս խորհրդարանը կար գոյություն ունի։ Եվ միանգամայն այլ բանն է ԲՀԿ-ով խորհրդարանը, որտեղ այս դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար նկրտումների ֆոնին ինստիտուցիոնալիզացված միահեծան իշխանություն ստեղծել չի կարողանում։ Ես ուզում եմ մեր հասարակությունը հասկանա, որ այս 2-3 տեղամասի կամ նույնիսկ ԲՀԿ հեղինակության խնդիր չի։ Խնդիրը դրված շատ պարզ երկընտրանքով։ Կամ մնում ենք երկիր, որը ունի լուրջ խնդիրներ իշխանության ճգնաժամով, բայց պահպանում է ժողովրդավարական հեռանկար ունենալու հնարավորություն, կամ նմանվում ենք ավազակապետության, որտեղ իշխանությունը ինքն է որոշում, որ կուսակցությունը մուտք ունենա խորհրդարան, որը չէ, ով ինչքան տոկոս կամ ձայն ստանա, գաղթագողի տեղամասերում չեղյալ հայտարարեն, թե չհայտարարեն։ Ես կարծում եմ այսօր մենք մեր ակցիայով հստակ մեսիջ հասցեագրեցինք իշխանությանը, այստեղ ակցիայի մասնակիցների թիվը էական չէր։ Թիվն էր, որ ինքնաբուխ մարդիկ եկել էին եւ ով որ ակցիային հետևել է ԿՎԿ-ի, որ էներգետիկան շատ մեծ էր, այսինքն անարդարության շարունակականության դեպքում իշխանությունը հաստատ գլխացավանքներ է ունենալու Երևանի փողոցներում, որովհետև քաղաքացիների մի զգալի մաս, որ այսօր մեր ակցիայի մասնակցում էին, գուցե ԲՀԿ ընտրողներ չէին նույնիսկ։ Ուղղակի մարդիկ իրենց քաղաքացիական ընտրական իրավունքը ոտնահարված են տեսնում եւ բեսպրեզելի նշաններ են հայտնաբերել, որը երկիրը լավ տեղ չի տանում։ Տեսեք, ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի մասին խոսեցիք, երբ ԿՀ-ն պարտավոր է այդ տեղամասերում մեկ շաբաթվա ընթացքում նոր քվեարկություն նշանակել, այլապես չեղարկվի ամբողջ հանրապետության ընտրությունները։ Հիմա ուժեղ Հայաստան դաշինքը արդեն դիմում է ներկայացրել ԿՀ եւ պահանջում է ընտրությունները անվավեր ճանաչել։ Դուք ինչ եք պահանջում։ Պահանջում եք, որ այդ 2 կամ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անեն, թե ամբողջ հանրապետության տարածքի։ Մենք պահանջենք այդ 2-3-ում անել, որովհետեւ Ինչու։ Ասեմ շատ բարձր։ Որովհետեւ նախ մենք մեր ընտրողների եւ մեր կուսակցության կարգավիճակն ենք ուզում հստակեցնել։ Շատ էական հանգամանք է։ Բայց դա չի նշանակում, որ մենք սահմանափակվելու ենք Բայց դա չի լեգիտիմացնում ամբողջ ընտրությունները այս դեպքում։ Եթե դիմենք ՍԴ, չէ, եթե 2 ընտրատեղամասի մասին եք խոսում։ Մենք բացարձակապես չենք բացառել, որ ամբողջ ընտրությունները վերանայելու դատական ատյաններում դրանց արդյունքները վիճարկելու հայցեր ենք ներկայացնելու։ Մեր իրավաբանների խումբը հիմա աշխատում են։ Լավ։ Առավել քան բավարար փաստեր ունենք վիճարկելու ամբողջ ընտրական գործընթացը, բայց եկեք այսպիսի մի կարևոր հանգամանք էլ ասեմ, ընդդիմադիր 3-4 ուժերը բավականին կոնսոլիդացված են գործում եւ այստեղ կարող է նաեւ ֆունկցիոնալ դերաբաշխում առաջանա։ Այսինքն հիմա ուժեղ Հայաստանը ասում եք դիմել է, չէ՞։ Իսկ ով ասեց, եթե իրենք մեզ դիմեն, մենք մեր տեղեկատվական բազայով իրենց հետ չենք կիսվելու։ Այսինքն այստեղ կարող է բացառվում, որ հետագայում նաեւ նման հայցերով դուք եւս հանդես գաք։ Այդ մասին այսօր ես եւ բրիֆինգում եւ հանրահավաքում մեր հայտարարել եմ, որ մենք լրջորեն քննարկում ենք եւ դատական կարգով եւ ՍԴ դիմելու եղանակով ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Շատ լավ։ ԿՀ-ն օրվա ընթացքում հայտարարեց, որ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն հունիսի 14-ին ընդամենը 2 օրից ամփոփվելու է ընտրությունների վերջնական արդյունքները եւ
ընդունելու է 5 հնարավոր որոշումներից մեկը, այն է մանդատների բաշխում, տեղամասային վերաքվեարկություն կամ ընտրությունների լիակատար անվավերություն։ Ինչ կանի ԲՀԿ-ն, եթե հունիսի 14-ին պաշտոնապես հայտարարվի, որ դուք հայտնվում եք ԱԺ դռներից այս կողմ դուրս։ Քանի որ մեր ձեռքի տակ եղած արձանագրություններով որը էլի կնքված պաշտոնական փաստաթղթեր են, միանգամայն այլ պատկեր է, մենք եւ հրապարակային շատ ակտիվ փողոցային պայքարով եւ իրավական հարթության վրա հետամուտ ենք լինելու առաջին հերթին մեր ընտրողների շահերի եւ իրավունքների վերականգնմանը, երկրորդ հերթին մեր քաղաքական հեղինակության վերականգնմանը եւ վերջապես մենք մանդատի կռիվ չենք տվել։ Մենք հունիսի 7-ը ընդդիմադիր այլ գործընկեր կուսակցությունների հետ միասին փոփոխությունների, գլոբալ փոփոխությունների օր ենք հռչակել, այսինքն ձգտում ենք իշխանափոխության, հետեւաբար պայքարը ցանկացած դեպքում չի դադարելու, բայց եթե իշխանությունը կգնա բեսպրիդելի, բողոքի աշխարհագրական ծավալը Բեսպրիդել նկատի ունեք, երբ դուք խորհրդան չանցնեք։ դա բեսպրիդելի դրսևորում կլինի։ Լավ։ Եթե գնա նման քայլի, ես խոստանում եմ մեր ընտրաթիմի անունից, որ բողոքի ծավալները չեն սահմանափակվի մի քանի 100 մարդով եւ չեն սահմանափակվի միայն ԿՀ տարածքով։ Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կերևի։ Շատ լավ։ Այսօր ազգային ժողովում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պատասխանելով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջներին հայտարարել է, որ Հայաստանում տեղի են ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Նա բառացիորեն նշել է. «Ես չեմ տեսել մինչև այս պահը որևէ քաղաքական ուժի կողմից որևէ արձանագրում, որը կլինի փաստահեն եւ իրավաչափ»։ Ինչ կպատասխանեք ներքին գործերի նախարարին, հաշվի առնելով, որ դուք իրավաբան չեք։ Արփինե Սարգսյանը առնվազն ընկալման հետ խնդիր ունի, հակառակ պարագայում նման հայտարարություն չեր անի կամ իրականության հետ խնդիր ունի, իրականության ընկալման հետ խնդիր ունի, բայց ես Արփինե Սարգսյանին ողջունում եմ, ստախոսության մեջ նահագին առաջադիմել է եւ կարող է Նիկոլ Փաշինյանից նոր բոնուսների արժանանալ։ Սա մի իշխանության ներկայացուցիչ է ասում, որ Ղարաբաղը կործանելուց հետո կատեգորիկ կերպով դա երկում է եւ ասում է մենք վերագտել ենք մեր իրական երկիրը։ Այնպես որ եթե գլոբալ մակարդակում նման հայտարարություններ հնչում, մի նախարար կարող է նման մանիպուլյատիվ հայտարարություն անել։ Ես ինչու եմ ասում այս հայտարարությունը կարևոր է այնքանով, որ եթե ֆիքսել ենք, որ ԿՀ-ն ֆիքսել է, որ հունիսի 14-ին վերջնական որոշման օր որպես ուղղորդող հայտարարություն։ Այո, հենց դա է ուզում ուղղորդող հայտարարությունը։ Բայց զարմանում, ես մի բան ձեզ հիշեցնեմ։ Այս ընտրությունների գիշերը, երբ որ ամփոփվել էր ընդհանրապես 10-15%-ը տեղամասերի, ընդ որում այդ 10-15%-ը, քանի որ ամբողջ գիշեր մեր կենտրոնական շտաբում հետևել եմ արձանագրություններին եւ այլն, այդ 10-15%-ը ամփոփված վերաբերելի էր փոքր գյուղական համայնքներին, փոքր տեղամասերին, 10-15%-ի ամփոփումից հետո Նիկոլ Փաշինյանն իրան ինքնահռչակեց որպես հաղթող կամ երկրի նոր ղեկավար, կներեք, եթե մենք սովորական դեմոկրատական երկրում ապրեինք, նման հայտարարությունը կարող էր ընկնել ուզուրպացիայի հատկանիշներ պարունակող արարքի մեջ։ Օրինակ հիմա եթե ես 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 2-ին օրինակ գնայի ասուլիսի, իսկ ընտրական գործընթացում իմ ու Փաշինյանի կարգավիճակները գրեթե նույնական են, երկուս էլ պատգամավորի տեխնացու են, եւ վկայակոչեի ինչ-որ կեղծ տվյալներ, ու ասեի, որ ԲՀԿ-ն 52%-ը հավաքել է, մենք մտադիր ենք ձևավորել իշխանություն, տաղավարը լքել չի հասցնի, կկալանավորվեի իշխանության յուրացման հատկանիշներով։ Նույնը վերաբերել է Փաշինյանի հայտարարությանը։ Այսինքն երեկվա ԿՀ-ի այդ գիշերային որոշմանն էր նախորդել Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը, որտեղ նա խիստ անհարգալից արտահայտություններ էր արել պարոն Ծառուկյանի վերաբերյալ եւ բացի այդ շատ ավելի անհարգալից վերաբերմունք էր արել ավելի քան 550,000 ընտրողի վերաբերյալ, երբ որ ընտրակեղծարարության գարշահոտությունը ազգային ժողով գալու մասեր։ Ինքը մոռացել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հետևում այլևս կես միլիոնից ավելի ընտրողներ են եւ նման բառամթերքով խոսելը վիրավորական առաջին հերթին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասցեին։ Իդեպ Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարեց, որ ԲՀԿ-ն սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգի եւ քայլերի մշակման համար։ Կասեք, որոնք են այդ ուժերը։ Ես այդ խմբի մեջ եմ, մեր թիմի, որը բանակցում է կամ կոնսուլտացիաներ անում։ Ում հետ եք նստել կամ պատրաստվում նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Արդեն կոմունիկացիաներ եղել են առաջատար 2-3 քաղաքական ուժերի հետ։ Իդեպ շնորհակալությամբ արձանագրենք, որ երեկոյան մենք շատ ազդեցիկ հայտարարություններ եւ adekvat աջակցող հայտարարություններ ենք լսել եւ Նարեկ Կարապետյանից, միասնության թվերը եւ միասնության թվերը Արման Թաթոյանից, Իշխան Սաղաթելյանից, Հայաստանի Դաշինքի ներկայացուցիչ, կոնսուլտացիաները ավելի տարողունակ են, քան այդ 2-3 տեղամասերի հարցերն է։ Մեր նկարանումից առաջ ենք հանդիպում ունեցել, հիմա մեր նկարանումից անմիջապես հետո էլի մեկնելու ենք հանդիպման, քանի նման կոնսուլտացիաները, որոնք փակ ռեժիմով են անցկացվում, որոշակի կոնսենսուսի չեն եկել, դրանց արդյունքների եւ մասնակիցների մասին կոռեկտ չի խոսելը, բայց ես համարյա միջակայքը նկարագրեցի, բոլոր այն ուժերն են, որ նոր թվարկեցի, նաեւ իրական ընդդիմադիր բոլոր ուժերը։ Եվ մի հավելում էլ անեմ, 2-3 տեղամասի մեր պահանջի մասով, թե ուժեղ Հայաստանը, թե Հայաստան Դաշինքը, թե միասնության թվերը ամբողջապես կոնսոլիդացված են։ Կարող ենք ասել, որ ստեղծվում է հակաիշխանական հզոր ճակատ։ Այո, արտախորհրդանական։ Այո, կարող ենք ասել, ուղղակի կրկնում եմ, օրակարգի ամբողջացման, տակտիկական մի քանի խնդիրների շուրջ ընդհանրական մոտեցումների ձևավորման համար մի քանի օր ժամանակ է պահանջվում, դա շատ ճիշտ կլինի այդ ընդհանրական բևեռի կամ հարթակի ստեղծումը, որտեղ քիչ առաջ այդ դուք շատ հետաքրքիր հարց տվեցիք, որ ուժեղ Հայաստանը դիմել է ԿՀ անվավեր ճանաչելու հարցով մենք կանենք թե չէ, հենց այդ միասնական հարթակի ձևավորումը թույլ կտա, որպեսզի թիրախային հարթակին մաս կազմող ուժերից յուրաքանչյուրը կատարի իր պարտականությունը պոզիտիվ ստանձնած ընդհանուր պայմանավորվածությունների։ Տեսեք, դուք հայցեր եք ներկայացրել, պահանջներ եք ներկայացում ԿՀ եւ այլն, այնուհետև պատրաստում եք սահմանադրական դատարան, արդյոք դրանք իրավական ընթացակարգեր են, որոնք ժամանակ են պահանջում։ Արդյոք այդ ժամանակահատվածում ժողովրդի այն խմբի, այն հատվածի ցասումը, որ այս պահին գոյություն ունի, չի թուլանալու եւ այսպես ասած դատական իրավական process-ներում չի մարելու։ Ճիշտ կոմունիկացիայի դեպքում ոչ։ Ընդհանրապես ես ընդդիմադիր են գործիչներից եմ եւ հիմա էլ ձեր եթերը առիթից օգտագործելով կանեմ դա ընդհանրապես իշխանության ռեպրեսիաները, վախի մթնոլորտը, ամեն ինչ իր դերը խաղացել է ստեղծված իրավիճակի մեջ, բայց ընդդիմությունը պիտի պատրաստ լինի նաեւ սեփական սխալներ ընդունելու։ Այս առումով օրինակ ես որպես դիմադիր առանցքային գործիչ հարցում եմ մեր հասարակության ներողամտությունը, որ ամսի 7-ին նրա ակնկալիքները չեն կարողացել ամբողջովին իրականություն դարձնել, բայց եթե մենք ճիշտ կոմունիկացվենք մեր հասարակության հետ, որի զգալի շերտերը կամ մեծամասնություն ընդդիմադիր են եւ մեր պատասխանատվության ամրագրումով շատ իրատեսական ճանապարհային քարտեզ առաջարկենք, չափելի լինի մարդու համար, որ քայլից հետո մյուս որ քայլն է գալու եւ մոտավորապես ինչքան ժամանակում այս իշխանությունը կհեռացվի, հավատացած եղեք, ժողովրդի դժգոհությունը կապիտալիզացվի շատ արդյունավետ քաղաքական գործընթացի։ ԲՀԿ առաջնորդ այսօրվա իր ուղերձը ավարտել է շատ անձնական խոսքով, ձեզ տարված բոլոր խոստումներն ու հավաստիացումները ուժի մեջ են։ Ես ձեր Ծառուկյանն եմ։ Ինչ եք այսօր փոխանցում հազարավոր այն քաղաքացիներին, որոնց քվեները այսօր անտեսվել են եւ որոնք հավատացել են առաջարկ Հայաստանին ծրագրին եւ ձայն են տվել ձեր կուսակցությանը։ Այսօր կանգնել է փաստորեն փոշիացված ձայների։ Այս ուղերձով պարոն Ծառուկյանը ասում է, որ անկախ ստացած քվեներից եւ անկախ ընտրության հանգամանքից ինքը միշտ ժողովրդի Գագիկ Ծառուկյանն է, այսինքն միշտ պատրաստ է։ Իսկ ինչպես եք իրականացնել խորհրդանից դուրս այդ խոստումները, հնարավոր է արդյոք։ Խորհրդանից դուրս չենք էլ պատրաստվում իրականացնել, ի վերջո կհասնենք մենք խորհրդանական կարգավիճակի, ես դες հավատացնում եմ,
այս փորձությունները անցողիկ են։ Մեկ, երկրորդը մենք հենց հիմա դրանով էլ զբաղված ենք։ Մեր ընտրողների մի զգալի մասի իրավունքների պաշտպանության խնդիրն ենք փորձում հետապնդել, բայց պարոն Ծառուկյանը ապացուցել է անցած ավելի քան մի քանի տասնամյակի ընթացքում, որ ինքը կարողանում է հասարակության հետ կապված բազմաթիվ սոցիալական, կրթական, մարզական ծրագրեր իրականություն դարձնել, նույնիսկ եթե խորհրդարանական ռեսուրս կամ մանդատ չի ունեցել, այս առումով երևի ԲՀԿ-ն ամենաունիվերսալ կուսակցություններից մեկն է, իսկ պարոն Ծառուկյանը ամենայուրահատուկ գործիչներից մեկն է, որովհետև գործիչների մի զգալի մասը, երբ զրկվում է ֆորմալիստական կարգավիճակից, այսինքն դադարում է падգամավոր լինել կամ նախարար լինել, աշխատում է հասարակության տեսադաշտից դուրս մնալ, պարոն Ծառուկյանը ճիշտ հակառակը երբեք չի նեղացել իր ժողովրդից, երբեք չի նեղացել իր ժողովրդի քվեից, տրամադրություններ են մի օր այս ձևով կարտահայտվեն, մի օր այն ձևով կարտահայտվեն, իդեպ պարոն Ծառուկյանը երբ ամենամեծ մեգանախագծերից մեկը նախաձեռնում էր Հիսուս Քրիստոսի արձանի նախագծումը հատիսի գագաթին, падգամավորական որևէ կարգավիճակ չուներ եւ հաստատապես էգոցենտրիկ օրակարգ չէր հետապնդում այդ հրաշալի մեգանախագիծը կյանքի կոչելու ընթացքում որին մասնակից դարձած բոլորին հետևաբար կլինի խորհրդանում պարոն Ծառուկյանը թե չի լինի հաստատապես այդ ծրագրերը իրականացնի կարծում եմ պարոն Ծառուկյանը արդեն այնքան ծառայություններ ունի որ նրա անուն ազգանուն արդեն իսկ կարգավիճակ ձեր ընտրողներին այսօր ինչ ունեք ասելու մեր ընտրողներին կասեմ հետեւյալը որ մենք կարողացել ենք ընդդիմադիր այլ գործընկերների հետ էական անդառնալի վնաս հասցնել իշխանության լեգիտիմությանը, քաղաքական հեղինակությանը, փոփոխությունների գործընթացը սկսված է։ Իհարկե դա մի քիչ ավելի բարդ, փշոտ ճանապարհով է անցնելու, քան մեզ թվում էր, բայց անդառնալության կետը մենք հատել ենք եւ ի վերջո այս պայքարը լոկալ հարցերում կամ գլոբալ հարթության վրա առաջիկա ամիսներին որակական փոփոխություններ է բերելու Հայաստանին։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Մենք զրուցում էինք ԲՀԿ падգամավորի տեխնացու քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Ցտեսություն։